Եվ տեսնեք ինչ է գրված գրքի մեջ։ Որոնց մեծ աշխարհի Աստվածը անհավատների միտքերը կուրացուց, որպեսզի Քրիստոսի փառած ավետարանի լույսը անոնց վրա չծագե, որը Աստծո պատկերը։ Քրիստոսի փառած լույսը ծագում է մարդի վրա եւ մարդը հաղորդալում Աստծո պատկերի հետ։ Ինչ է ներկայացնում Աստծո պատկերը Սուրբ գրքի։ Սուրբ գրքով եմ ուզում կարդալ եւ բացատրել։ Եփեսացիս 4:24, Եփեսացիս 4:24։ Նոր մարդը ձեր վրա հագեք, որ Աստծո պատկերին պես ստեղծված է, արդարությունով, ճշմարիտ սրբությունով։ Նոր մարդ, ով չի հագել, ու մեջ կյանք չի լցվե, արդարություն ու սրբություն չի լցվե, աստվածային պատկերին հաղորդ չի եղել, աստվածային կյանքին հաղորդ չի եղել, նա ավետարանից խաբար չի։ Ավետարանը ինչ է իրանից ներկայացնում, շարունակեն կարդալ։ Տեսեք ինչ է գրած Սուրբ Գիրքը։ Սուրբ Գիրքը հրաշալի գիրք է, Սուրբ Գիրքը մեզ ամեն հարցերի պատասխան տալիս է, նայեք ուշադիր։ Երկրորդ Տիմոթեոս 1:10, բայց հիմա հայտնվեցավ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին երևնալով, որ մահ խափանես, մարդի ներսը կա մահվան թագավորություն, այդ մահվան թագավորությունը խափանել է Քրիստոս, եւ իր լույսը հանե կյանքը անմահությունը ավետարանի միջոցով։ Եթե կյանք, աստվածային կյանք ես ունեմ, անմահություն ունեմ, ես ավետարանից խաբար եմ։ Ով որ աստվածային կյանքին հաղորդ չի, նորից եմ կրկնում, կարևոր միտք եմ ասում, կարևոր միտք։ Բոլոր կյանքի պրոբլեմները լուծողը աստվածային կյանքն է։ Աստվածային կյանք հայտնվավ քո մեջ, մեղքի մահվան թագավորությունը հաղթվում է, կյանքի բոլոր հարցերի պրոբլեմը լուծվում է։ Կյանքի հայտնման, եթե Քրիստոս կյանքից խաբար չես, աստվածային կյանք չի հայտնվել քո աշխարհում, դու ավետարանից խաբար չես։ Ես ուզում եմ, որ բոլորդ հասկանաք Սուրբ Հոգու այս միտքը, որ հայտնություն է։ Պողոս առաքյալը հասկացավ իր խղճալի վիճակը, հասկացավ, որ կորսված մեկն է, բայց 8-րդ գլխում ասում է, կյանքի հոգին օրենքը զիս ազատեց մեղքի մահվան օրենքեն։ Եթե կյանք չկա, դու մտքով Աստծո օրենքին ես ծառայում, մարմնով մեղքի օրենքին, Պողոսը խոստովանում է Հռոմեացիս 7:25-ում։ Խոստովանում է, որ ես մտքով Աստծո օրենքին ծառայում եմ, բայց մարմնով մեղքի օրենքին, բայց որ անցնում ենք առաջ, ասում է կյանքի հոգին օրենքը զիս ազատեց մեղքի մահվան օրենքից։ Սիրելի երիտասարդներ, մինչև կյանքը չգա քո մեջ, կյանքը չփոխվի, էությունը չփոխվի, դու պիտի հագնես այն ինչ որ Աստված գրել է գրքի մեջ։ Դու պիտի հագնես այդ պատկերը։ Պատկերը հագնել ինչ է նշանակում, սիրելիներ։ Տեսեք ինչ է գրած։ Ինչ է գրած Սուրբ գրքում։ Կողոսացիս 3:12-ում, ուստի Աստծո ընտրյալ սուրբերի պես, սիրելիպես ձեր վրա հագեք գութը, ողորմությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, երկանությունը։ Նոր մարդ հագնել նշանակում է հագնել Քրիստոսի գութ։ Ես այնքան մարդիկ եմ տեսել իրանց հարազատ երեխան նկատմամբ եղել են անգութ, 40 տարվա հավատացյալը իր երեխայի հետ հաշտ չի, անգութ։ Աստված օգնի, որ այդ գութ հագնենք դուք, հագնենք բոլորս, լինենք քաղցր, լինենք երկայնամիտ, ողորմած, աստվածային բնության հաղորդ, ձևավորվի մեր մեջ Քրիստոս։ Ամբողջ քարոզի նույթը նա է, որ Հիսուս բնավորությունը հագնես, հանես քո վրայից հին մարդը, հագնես Քրիստոս նոր մարդը։ Սա է ավետարանը քարոզում, սա է ավետարանը ուզում ձևավորվի մեր մեջ, որպեսզի Քրիստոսը պատկեր երևա մեր մեջ, որ առաքյալներն ման ասենք, մենք Քրիստոսի անուշ հոտն ենք, փառավորվի նրա անունը,
Փառավորվի նրա անունը, կանգնենք աղոթքի սիրելներ։